319,000 դրամ հատուկ գին նշված կաթսայի համար եւ անակնկալ նվերներ Baxter-ի կողմից։ Բարև ձեզ, առաջին լրատվականը շարունակում աշխատանքը ուղիղ եթերում եւ կներկայացնենք կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մինչեւ այս ժամը, հիշեցնեմ մեկ անգամ եւս չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքներին եւ հետեւել մեզ սոցիալական ցանցերում։ Ներկայացնեմ այս ժամի թարմացված լրահոսը։ Սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում խաղաղապահ բրիգադի ԶԱՌ ուսումնական կենտրոնում եւ Պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնում կանցկացվի Արծիվ գործընկեր 2023 հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Նպատակը բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցության մակարդակը։ Նշենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X սոցկայքի միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել Արծիվ գործընկեր 2023 խաղաղապահ ուժերի հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներից։ Ինչպես է արձագանքում այս ամենին Մոսկվան, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը անհանգստացնող է։ Ըստ Պեսկովի, նման լուրերը մտահոգություն են առաջացնում հատկապես ստեղծված իրավիճակում։ Ուստի մենք խորապես կվերլուծենք այս լուրը եւ կհետևենք իրավիճակին, նշել է նա։ Գերմանական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը Շպիգելը անդրադարձել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին եւ նշել, թե որն է Կրեմլի ագրեսիվ դժգոհության պատճառը։ Զորավարժությունները խաղաղապահ բրիգադի հետ են եւ դա կարող է Հայաստանի սահմանին կամ Արցախում ռեալ խաղաղապահ առաքելության հիմք դառնալ։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցել ճեպազրույց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների եւ ներկայացուցիչների հետ։ Պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։ Նշվել է, որ Հայաստանի զինված ուժերը իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու համար։ Իսկ Արցախի պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները շփման գոտում արձանագրել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի, այդ թվում հրետանային միջոցների տեղաշարժեր եւ կենտրոնացում։ Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժի նկարահանումներով եւ այդ հոլովակներով։ Ցավոք մենք տեսնում ենք, որ հայկական սոցիալական ցանցերը այդ ամբողջ տեղեկատվական հիբրիդային պատերազմի գործիքները տեղափոխում են հայկական մեդիադաշտ։ Այս թեմայի շուրջ ավելի մանրամասն մեր տաղավարում կզրուցենք մեդիա եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Մենք տեսնում ենք, որ իսկապես իրավիճակը գնալով ավելի է լարվում այս ագրեսիայից հետո սեպտեմբերին տեղի ունեցած, սեպտեմբերի 1-ին, ու տեսնում ենք նաև, որ ամբողջ տեղեկատվական դաշտը ադրբեջանական ողողված է այդ տեսանյութերով ու դրանք գալիս են մեր դաշտ, ինչ է կատարվում սրա վտանգները։ Դե մի քանի բան ասեմ, ամենաառաջինը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ես ինչ-որ մարդկանց փորձում եմ հանգստացնել։ Այսինքն ակնհայտ է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է գնալ ռազմական ինչ-որ սադրանքներին, հենց որ այն, որ իրենք զորքը քաշել են սահմանագծին, դա նաև կարող է նշանակել շատ պարզ կոնկրետ գործողություններ։
բայց այստեղ կա մի կարևոր նյուանս։ Եթե գիտեք կամ չգիտեք, Ադրբեջանը շուտվանից գործում է օրենք, որը արգելում է, այսինքն քրեորեն պատժելի է զորքի տեղաշարժը, առաջնագծում, նկարահանումները եւ այլն։ Եվ հիմա դրա հանդեպ ուշադրությունը իրենց մեջ շատ ավելի լուրջ է։ Շատ խիստ է, այսինքն կիրառվում օրենքը։ Շատ խիստ է, ու այդ օրենքը նույնիսկ չէ կիրառվում, որտեղ Ադրբեջանում ում դեմ պետքա կիրառվեր, արդեն շուտվանից կամ նստած են, կամ փախած են, կամ սպանած են եւ այլն, այսինքն այդտեղ հասարակությունը շատ լավ գիտի, որ ինչ որ բաներ չի կարելի անել, որովհետեւ այնտեղ տենց չեն զգուշացնում եւ այլն, հա, այսինքն գործը շատ լուրջ է։ Եվ եթե նկատեցինք բոլորս էլ կարծում եմ, որ 2 օր առաջ ցանցը սկսեց հեղեղվել այդ տեխնիկայի շարժի տեսանյութերով, ընդ որում դա գցում էին համ ինչ-որ քաղաքացիներ, որոնք մեքենայով անցնելով, այո, սովորական քաղաքացիներ էին նկարում, ինչ-որ հեռվից նկարած, մոտիկից նկարած 1000 ռակուրսի առանձին ուղղաթիռները, տանկերը առանձին, զրահատեխնիկա, ինչ-որ մարդատար մեքենաներ են եւ այլն։ Այսինքն ակնհայտ այդ քանակի տեսանյութ չէր կարող լինել զուտ ինչ-որ անսպասելի հանկարծակի բանով, հա։ Նաեւ մոբիլիզացիայի ինչ-որ գործողություններ, դրանց տեղաշարժը եւ այլն։ Եվ եթե իրար հետևից նայում ենք, ապա ինչ է լինում, այսինքն տեխնիկան սկսում է շարժվել, դրանից հետո ադրբեջանցիք զանգվածային լցնում են այդ տեսանյութերը։ Ցանց այսօր արդեն մի քանի ժամ առաջ իրենց ազգային անվտանգությունը ուրեմն կոչ անում դադարել տարածել։ Այսինքն իրանք ակնհայտ իրենց ուզած գործը արեցին։ Ու հիմա արդեն պետք է ցույց տան, որ նաև ով է անտառում վերահսկել է։ Բայց այստեղ հակասություն կա։ Եթե Ադրբեջանում արգելված է քրեորեն հետապնդվում է այդ ամեն, իսկ մենք գիտենք, թե նաև դա ինչպես է տեղի ունենում, առանց դատ ու դատաստանի կարող են այդ մարդիկ պարզապես անհետանալ, ու հանկարծ ինչ որ սովորական քաղաքացիներ այդ ամենը տեղադրում են։ Այսինքն սա ուղղորդված նախագահականի, այսպես ասած, տեղեկատվական գործողություններ իրականացնող կենտրոնից եկող եւ բանակից, այսինքն ուղղորդված մարդկանց հրահանգել են, իրանք այդ տեսանյութերը լցրել են, որտեղ իրենց պետք էր իրականացնել այդ հոգեբանական օպերացիան, այսինքն մեր վրա գրոհ են։ Իսկ գործադրել։ Դա միաժամանակյա արտանետում է եղել այդ աղբյուրներից, թե մեծ հաշվով ինչ որ ժամերի տարբերությունով էր, այսպես սիրուն տենց գրաֆիկով լցնում էին տելեգրամներով, բաներով, տարածում TikTok-ով եւ այլն։ Իսկ մեր մեդիա դաշտի արձագանք այս ամենին ու սրա վտանգները։ Սրա խնդրեմը ինչու՞մն է, եկեք հասկանանք, հա, այսինքն ադրբեջանցիք ակնհայտ բացի նրանից, որ իրանք անում են ինչ-որ բաներ ռեալ, այսինքն տեղաշարժ է զորքերի, միգուցե պատրաստում են իսկապես ռազմական գործողությունների, դա ոնց որ մի կողմ թողնենք, մենք դա կարող ենք միայն այս պահին կողքից որպես նահել եւ միշտ հիշել, որ վտանգը չի կորել, հա, եւ պատերազմը չի դադարել, ուղղակի իր ինտենսիվությունն է իջել, հա, այսինքն մենք շարունակում ենք լինել պատերազմի մեջ։ Բայց եթե դա կողմ թողենք եւ փորձենք ֆիքսվել հենց զուտ այս տեղեկատվական գործողություններին, ապա փաստացի եղավ հետեւյալը, ադրբեջանցիք լցրեցին, ու իրանք արդեն շատ լավ գիտեն, որ հատկապես պատերազմից հետո մեզ մոտ լուրջ խնդրեմ կա։ Ադրբեջան իրական մի քանի խնդրեմ կա։ Մի խնդրեմը դա վստահությունն է պետական կառույցների հանդեպ, որը շատ պարզ հետևանքեր նոյեմբերի 9-ի կատարվածին։ Բայց բացի դրանից ադրբեջանցիք տեսնում են մի քանի կարևոր բան։ Առաջինը դա ընդհանուր ընկճվածությունն է հասարակության ինչ որ մի մեծ հատվածի մոտ։ Երկրորդը իրանք շատ լավ տեսնում են, ինձ թվում է դա խնդրեմ, որ մենք հաճախ չենք տեսնում, որ Հայաստանում գնում է ներքին տեղեկատվական, այսի մի քիչ շատ ճոռոկը հնչի, բայց ինչ-որ քաղաքացիական պատերազմի նման բան է, հա, այսինքն մեր լրատվամիջոցները, մեր ինչ-որ բլոգեր բառը չեմ սիրում, բայց բլոգերները շատերը ներգրաված են իշխանություն, ընդդիմություն, այս
կոնֆրոնտացիայի մեջ եւ իրանք դա օգտագործում են, որտեղ իրանք գիտեն, որ տարբեր մեսեջներ այս կամ այն կողմը վերցնելու է եւ սկսելու է պատտել օգտագործելով իշա այդ պահին քաղաքական իրենց ուրեմն մտքին։ Եվ նույնն էլ է սա, այսինքն ստացվեց այնպես, որ այս տեղեկատվությունը գծվեց ու պարզ օրինակ Հայաստանյան եւ Սփյուռքի շատ հաճախ տելեգրամյան ալիքներ կան, բազմաթիվ, գիտեք, ու լսարանները բավականին մեծ են։ Միջինում տենց մի 2-ից 20-30 հազար լսարան ունեցող տելեգրամներ են, որոնց լսարանը համ Հայաստանում է, համ Սփյուռքում։ Ու էլի դրեցին, սկսեցին պատտել։ Իրականում իհարկե կարևոր է մարդկանց իրազեկել։ Բայց այդտեղ հարցը ինչու՞մն է, մեկ տեսանյութ դրեցիր, երկուսը դրեցիր, այսինքն երևաց, որ տեխնիկան շարժվում է։ Երրորդ, չորրորդ, 20-րդ տեսանյութը արդեն կարևոր են մասնագետների համար, որ օրինակ կարողանան հասկանալ տեղանքը, ինչ տիպի տեխնիկա է ասել եւ այլն։ Հասարակ միջին վիճակագրական հայաստանցուն կամ Սփյուռքի ապրողի համար արդեն 3-րդ, 4-րդ, 5-րորդը սկսում են աշխատել զուտ որպես հոգեբանական ճնշման գործիք եւ ստացվում է, որ մենք ինքներս թևերը քշտում ենք եւ սկսում ենք անել այն գործը, որ ադրբեջանցիք մեզ փոխանցում են, ասում են, այս քարը մի հատ բռնի, հետո փոխանցի, ու մենք տենց այդ քարը իրար ձեռքից փոխանցելով անցնում ենք ու մեծ հաշվով եթե հիմա նայենք ոչ միայն այս սա, այլ ընդհանուր ադրբեջանական այս տարբեր հիբրիդային գործողությունները, որոնք իրանք իրականացնում են, կարելի է գնահատական տալ, որ երևի գործի կեսից շատը հայերն են անում իրանց տեղը։ Այսինքն իրանք ինչ որ իմպուլսը գցում են, հետո արդեն հայկական օգտատերերը նայած դեպք, հա, ինչ որ դեպքերում ինչ որ լրատվամիջոցներ, որոնք քլիկերի հետևից են ընկած, ինչ որ տելեգրամյան ալիքներ, դրանք էլ շատ դեպքերում բավականին մութ ծագումնաբանություն ալիքներ են, մեկ-մեկ էլ շատ մութ չեն, շատ պայծառ երևում է, թե ինչ ծագում ունեն։ Ամեն դեպքում փաստացի այդ խնդրը մենք հիմա ունենք, որ մենք ինքներս ենք դարձել կանխատեսելի Ադրբեջանում նման օպերացիաներ պլանավորողների համար, այսինքն իրանք արդեն նախօրոք գիտեն, որ մեր հոգեբանական ամբողջ այդ պատկերը իրենց համար պարզ է, ցավոք, վաղուց այդ մասին խոսում են սոցիոլոգները, մշակութային մարդաբանները, նրանք ուշով հետևում են սոցիալական ցանցերում կոնկրետ մարդկանց, այդ թվում նաև ձեզ, այդպիսի տեղեկատվություն կա մշտապես հետևում են ու քաջատեղյակ են այստեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները։ Բավական հայտ է, իրենք հետո գործիքակալն էլ է իրանց բավականին մեծ, այսինքն Հայաստանում կա թե լավ, բայց սոցիոլոգիա կա, ինչ-որ բաներ են հրապարակվում, հնարավոր է մոտավորապես հանրային կարծիքը գնահատել, եթե փորձեք Ադրբեջանում նույն բան անել, չեք գտնի, այնտեղ ամբողջությամբ փակված է այդ։ Այսինքն մենք նույնիսկ լուրջ խնդիրներ ունենք գնահատելու ադրբեջանական հասարակությունը ինչ կարծիք ունի այս կամ հատուկ։ Այս իրա վերաբերյալ միշտ բանավիճում են շատեր, արդյոք ռազմական իրադարձություններում պետք է փակել սոցցանցեր, ինչպես արեց Ադրբեջանը, թե ոչ, այդ ձեր կարծիքը իբրև մասնագետի։ Տեսեք, այս բարդ հարց է իրականում, որովհետև պատասխանը միանշանակ դժվար է տալ, ինքը նաև իրավիճակային է, բայց մի բան է փաստ, եթե դու Հայաստանում դնես փակես, դու նույն բանի չես հասնի ինչ Ադրբեջանում, որովհետև Ադրբեջանում միջին օգտվողը գիտի, որ եթե ինչ-որ բան փակա, ինքը կարելի է շրջանցելով կարդալ, եթե հիշում եք, օրինակ պատերազմի ժամանակ ամենաշատ ներբեռնվող բանը Ադրբեջանում դա VPN-ներն էին, այսինքն արգելափակում շրջանցեր ունեն, չի որ այնտեղ տենց լրիվ անջատված մասը ամենակ։ Բայց այնտեղ հասարակությունը գիտեր, որ ինքը չպետք է իր կարծիքը հետո բաց գրի, որովհետև կարող է լուրջ խնդիրներ ունենա, ընդ որում դա վերաբերում է նաև Սփյուռքին։ Եթե նայեք վերջին 1, 2, 3 տարվա մեջ Սփյուռքում սպանվել ու կամ ֆիզիկական հարձակման է ենթարկվել բազմաթիվ ադրբեջանցի ընդդիմադիր հայացքներով, որոնք իրենց թույլ էին տալիս ցանցում ինչ-որ բաներ գրել։ Մեր դեպքում, եթե դու դնես սաղ փակ ես, դու պետք է հաշվի առնես, որ քո լսարանի կեսից շատը Հայաստանում չէ,
Սփյուռքը մեր շատ մեծ է։ Եվ մեկ այդ տեղեկատվությունը մեսենջերներով գալու է հասնի։ Իսկ ամբողջությամբ փակել մեկը չես կարողանա, իսկ եթե կարողանաս, դա նշանակում է ահռելի ծախսեր։ Իսկ չեմ կարծում, որ մենք այդքան ավելորդ գումար ունենք, հենա տեղը մեդիագրագիտությունը կբարձրացնենք, մեդիագրագիտություն 50 cent-ին մի անգամ էլ կբերենք, ու Snoop Dogg-ի եւս մի 3 համերգ կարելի անել այդ փողերով։ Պարոն Մարտիրոսյան, իսկ մի շրջան, որ անընդհատ, եթե հիշում եք, հայկական տեղաշարժներն էր սոցցանցերում հայտնում, հետո այնքան ասացին, կարծես թե սառույցը կոտրվել է, շարժվել է, ոնց որ թե այս առումով նկատվում եք դրական միտումներ։ Կարծում եմ, որ հա, ընդ որում լավը ինչն է, որ արդեն հանրային պարսավանքի մակարդակով, այսինքն ոչ թե ինչ որ մարդիկ գնում ծելուտները ոլորում են, որտեվ շատ հաճախ հնարավոր չի այդ խառը վիճակում մի հատ էլ ընկնել ման գալ այդ մարդկանց, հենց հանրային ճնշումը, որը կարծում եմ լավ առողջ տարբերակն է։ Բայց դե մեկը լինելու է, իրենց ամբողջությամբ խուսափել հնարավոր չի լինի։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, այս կարևոր մեկնաբանության համար, որովհետև իսկապես շատ շատերը այսօր գտնում են հոգեբանական ծանր վիճակում, այո, իսկապես գիտենք, որ Ադրբեջանը նախապատրաստվում է հերթական էսկալացիայի, բայց այդ ամենը նաև հոգեբանական այս գործիքակազմով է ուղեկցվում ու ինչպես դուք նշեցիք, մենք ինքներս ենք դրան նպաստում։ Հա, ինքնահանգստանալն էլ լավ բան չէ, էլ այդպես։ Զգոն միշտ պետք է լինել։ Շնորհակալություն։ Նշեմ, որ տաղավարում զրուցեցինք մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, իսկ ես շարունակում եմ լուրերի թողարկումը։ Ադրբեջանը տեղեկություն է տարածել իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչի իբրև թե կանխելվել է ադրբեջանական զինուժի կողմից եւ Ստեփանակերտից նշում են, որ սա հերթական ապատեղեկատվությունն է։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հերքել է ադրբեջանական կեղծիքը, իբր Հայաստանի զինուժը սեպտեմբերի 5-ին ժամը 21:35-ից 22-ը կրակ է բացել սահմանագոտու հարավ-արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սոտք և Նորաբակ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։ Բժիշկների գնահատմամբ այս պահին զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Արտգործ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի իր պաշտոնակից Անալենա Բերբոքի հետ, քննարկել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցեր։ Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որը պետք է դատապարտելի լինի միջազգային հանրության կողմից։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով և վերահաստատում է իր կոչը անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում նշել է, թե Վաշինգտոնը շարունակել է աշխատել կողմերի հետ նախորդ մի քանի շաբաթների ընթացքում թույլ տալու, որ մարդասիրական օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը անհանգստության ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճի և փոխհրաձգությունների։ Այս մասին առաքելությունը հայտարարել է իր Թվիթերյան էջում։ Սա Հայաստանում տեղակայված դիտորդական խմբի առաջին հրապարակային արձագանքն է արյունալի իրադարձություններին։ Առաքելությունը նաև տեղեկացրել է, որ իրավիճակի մասին զեկույցել է Բրյուսելին։ Եվրամիությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական սահմանափակումներին և Ղարաբաղի հայերի վրա ազդող մարդասիրական և անվտանգության լուրջ հետևանքներին։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Եվրամիության պատվիրակության հայտարարությունում։ Նշվում է, թե Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը ապրանքներ մատակարարել Աղդամ քաղաքով, բայց խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին և միջազգային դատարանի հրամանին։
Բրիտանական տելեգրաֆ պարբերականը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին եւ նշել Եվրոպայի շեմին գրեթե աննկատ հումանիտար ճգնաժամը անընդհատ սրվում է։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի падգամավոր Թիմ Լոութոնը նշել է, թե սա Ադրբեջանի էթնիկ զտումների ծրագրի մի մասն է եւ որ Ադրբեջանի գործողությունները մեկ քայլ են հեռու ցեղասպանություն կոչվելուց։ Լոութոնը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան բավարար չափով չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասին եւ ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերջին սրացումները ու անդրադարձել Լեռնային Ղարաբաղում օրեցող վատթարացող հումանիտար ճգնաժամին։ Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը գրել է, թե մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, մինչդեռ շատերի ճակատագիրը անհայտ է մնում։ Շիֆը նշել է, թե աղոթում է նրանց անվտանգ վերադարձի համար, ինչպես որ աղոթում է դաժան շրջափակմանը վերջ տալու համար։ Իսկ ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը զեկույց է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանության վտանգի վերաբերյալ։ Նշվում է, որ զեկույցի հրապարակումը պայմանավորված է շրջափակման ծանր հանգամանքներով եւ Արցախի ու Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանի ռազմական կուտակումներով։ Ֆրանսիացի падգամավոր Ան Լոուրենս Պետելը անդրադարձել է ադրբեջանական կուտակումներին, նշել, թե աշխարհն այլևս չի կարող աչք փակել Ալիևի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման նախագծի վրա, գրել է падգամավորը։ Տեղափոխվենք Արցախ։ Արցախի ազգային ժողովի 3 ընդդիմադիր Հույդա, Արդարություն եւ ազգային ժողովրդավարական խմբակցությունները Արցախի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրել են Արցախի պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Ամենամեծ ազատ հայրենիք կուսակցությունից հայտնել են իրենց թեկնածուն եւս Սամվել Շահրամանյանն է։ Նախագահի ընտրության առաջին փուլը սեպտեմբերի 9-ին է։ Իսկ Արցախում շրջափակումից ի վեր 1710 տնտեսվարող կասեցրել է գործունեությունը, իսկ աշխատանքը եւ եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ։ Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 509 միլիոն դոլարի վնաս։ Այսքանն ենք նախատեսել այս ժամի համար, շարունակեք իրադարձությունների զարգացմանը, հետևել առաջին լրատվականի եթերում եւ չմոռանաք բաժանորդագրվել ինչպես YouTube-յան մեր ալիքներին, այնպես էլ հետևել մեզ սոցիալական ցանցերում։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Գոհար Հայրապետյանը։